Իմ այգում կերաս եմ հավաքում։ Այս գիշեր Միացյալ Նահանգների օդուժը հարվածներ հասցրեց Իրանի միջուկային տարածքների վրա, Ֆորդոյում, Իսպահանում և Նաթանզում։ Սովորաբար, երբ ամերիկացիները մտնում են պատերազմի մեջ, պատերազմն ավարտվում է, այդպես եղավ առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմի օրոք։ Սակայն այս անգամ հաղթողներ չեն լինի։ Ես կարծում եմ, որ պատերազմը կընդհատվի, բայց երկու երկրներում, Իսրայելում և Իրանում սկսվելու են ծանր քաղաքական ճգնաժամեր և դրանք բերելու են վարչակազմի, ռեժիմի փոփոխությանը և երկու երկրներում էլ։ Ինչ է սա նշանակում Հայաստանի համար։ Իրանը հայտնվեց միայնակ, առանց դաշնակիցների, և սա նույնն է, ինչ եղավ Հայաստանի հետ 20-23 թվականին։ Ուստի մեզ համար գլխավոր արդյունքը պետք է լինի մեկը. մենք պետք է միանանք Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին։ Սա է լինելու լավագույն երաշխիքը և լավագույն դասը, որը մենք քաղում ենք այս ճգնաժամից։ Մենք չպետք է մնանք միայնակ, և մենք կլինենք եվրոպական։